Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, կառավարության ծրագրում մարդկային կապիտալ եւ բարեկեցության բաժնում կա մի հատ կարևոր ձևակերպում, որի մեջբերում ուզում եմ հիմա անել։ Տաղանդի բացահայտում, որի իրացմամբ մարդն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք կկառուցի։ 2018-2026 թվականի ժամանակահատվածում քաղաքացիական պայմանագրի կուսակցության կառավարման ժամանակահատվածում տաղանդը եւ բարեկեցությունը ներողություն եմ խնդրում այդ ձևակերպման համար, քացու տակ են գցվել այս իշխանության կողմից։ Հայաստանի Հանրապետությունը միջքան տաղանդավոր մարդիկ կան, ովքեր փորձել են սուր քննադատության ենթարկել այսօրվա իշխանությանը, կամ գործից են ազատվել, կամ քրեական հետապնդման են ենթարկվել, կամ էլ առհասարակ իրենց նկատմամբ իրականացել է քաղաքական կոշտ հռետորաբանություն։ Որպես օրինակ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, Արփինե Սողոյանը, Գագիկ Ղազինյանը, ով ԵՊԱ իրավագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան է։ Պարոն Դավթյան, եթե օրակարգի մասին ելույթ չունեք, ես Ունեմ, բարեկեցության մասին եմ խոսում։ Բարեկեցությունը ինչ կապ ունի։ Բարեկեցության մասին է քննարկումը, շարունակեմ, շատ կարճ ժամանակ չի մնացել։ Հասարակական կյանքում մարդկանց դեմ իրականացվող հետապնդումները ուղիղ թիրախավորում են այնպիսի մարդկանց, ովքեր պետք է բարեկեցություն ստեղծեն իրենց տաղանդով։ Տաղանդավոր մարդիկ իրենց գործունեությամբ այսօր Հայաստանի Հանրապետությունում ունեն հստակ արգելք եւ այն բռնաճնշումները, որոնք իրականացվում են տաղանդավոր մարդկանց նկատմամբ, առաջի հերթին ետ է վանում մեր ապագա սերունդին, ով պետք է օրինակ ծառայի, օրինակ վերցնի մեր տաղանդավոր մեծերից եւ իրականացված այդ օրինակով նոր բարեկեցություն ստեղծի հասարակության համար։ Ես կարծում եմ, որ այսօրվա քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը Ջորջ Օրվելի 1984 թվականի գիրքը թարս է կարդացել, այսինքն ընդհանրապես չի կարդացել։ Հետևաբար այս նախաձեռնության մեջ կարծում եմ բարեկեցությունը եւ տաղանդը ձեզնից բավական հեռու է։